Շնորհակալություն զեկույցի համար, պարոն Պապյան, հարցս հետևյալի մասին է, մենք քանի որ ստանդարտները բարձրացնում ենք, ես ենթադրում եմ, որ տնտեսվարողները նաև նոր տեխնիկական միջոցների փոփոխություն պետք է, օրինակ կշերկների դեպքում, այսինքն սրանք նոր կշերկներ պետք է կիրառվեն, ինչ պետք է տեղի ունենա եւ տնտեսվարողներն այստեղ ինչ պարտականություն են ստանձնում որպես այդպեսի։ Կշերկների մասով ըստ էության ոչ, խնդիրը այստեղ ավելի շատ ստուգումների անցկացման մեթոդաբանության մասին է եւ նաեւ այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ չեն տալիս ծրագրային միջամտությունները տեղ իրականացնել, սա մեկ, իսկ բենզինի դեպքում օրինակ հիմա շատ տարածված երևույթ է, որ մեր քաղաքացիները ասում են բազմաթիվ նամակներ են ստանում, ենթադրենք մարդը ասում է ես լցնում եմ X բենզալցակայանից եւ քշում եմ ավելի քիչ, քան պետք է քշեի, այսպես ասած։ Գնում է պետական մարմինը ստուգման, տեսնում ենք, որ բենզալցակայանում այդ պահին խախտում չկա, բայց այստեղ կա հնարավորություն, որ իրենք ուղղակի համակարգչի միջոցով կարող են ներազդել ծրագրային ապահովման վրա եւ փոփոխություններ իրականացնել։ Այս դեպքում որոշակի համապատասխանեցումներ կարող են լինել, որպեսզի կարողանա նաև մեր ստուգող մարմինը տեսնել, թե արդյոք ուրեմն ծրագրային միջոցների վրա ազդեցություն կա, թե չկա։ Սրա մասին է եւ բնականաբար դրա համար անհրաժեշտ են օրենսդրական, այսպես ասենք, թույլտվություններ, հա, որպեսզի ազգային ժողովը հնարավորություն տա կառավարությանը համապատասխան ենթաօրենսդրական ակտեր ընդունել եւ դրա հիման վրա մենք պաշտպանենք մեր սպառողների շահերը։ Սրանք շարունակական գործողություններ են, բնականաբար այն շրջանակը, որ անընդհատ ավարտվել է ժամանակը ներողություն։ Արձագանք։ Ես զուտ ավելացնելու համար մենք նաև մեր քաղաքական ուղղությունն այն է, որ մենք ակտիվացնում ենք մեր ջանքերը Եվրամիության անդամակցելու ուղղությամբ եւ սա ենթադրում է ստանդարտների բնականաբար բարձրացում։ Ինձ հետաքրքիր է բացի օրենսդրական փոփոխություններից էկոնոմիկայի նախարարությունը տնտեսվարողների հետ ուսուցողական կամ այլ բնույթի ինչ աշխատանքներ իրականացնում, որպեսզի տնտեսվարողներն իրենք, որտեղ դա առաջին հերթին նաև հենց տնտեսվարողի շահերից է բխում, որ ինքը բարձր ստանդարտներով արտադրանք ունենա, ինչ աշխատանք է այս իմաստով իրականացնում էկոնոմիկայի նախարարությունը։ Շնորհակալ եմ։ Նախորդ միտքս ավարտելով նշեմ, որ այդտեղ որոշակի համապատասխանություններ, պարոն Հովհաննիսյան, պետք կլինեն, ինչ վերաբերվում է երկրորդ մասին, նախ շնորհակալ եմ կարևոր արձագանքման համար, որովհետև վերջին 2 տարիների ընթացքում հսկայական աշխատանք է էկոնոմիկայի նախարարությունում կատարվել մեր օրենսդրությունը Եվրոպական միության դիրեկտիվներին համապատասխանելու, Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանելու համար, եւ դա դուք լավ գիտեք, որ դա մեր հանձնառություններից է եւ ըստ էության ամենալավ արդյունքը կամ էական արդյունքներից մեկը, որ այս ճանապարհը, որ մենք ունենք, դա կլինի այն, որ մենք կունենանք Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանող ոչ միայն օրենսդրություն, այլև փաստացի տնտեսություն, հա, ինչ վերաբերվում է աշխատանքին, ապա մեր աշխատանքը հետեւյալ ուղղությամբ է գնում, մենք մի կողմից արտաքին շուկաներում ակտիվ մարքեթինգային աջակցություն ենք ցուցաբերում, այդ թվում նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի մեր կազմակերպությունները Եվրոպական միության շուկաներում ավելի մրցունակ լինեն, մյուս կողմից բնականաբար նրանք այդ ընթացքում հանդիպում են որոշակի ստանդարտների կամ խոչընդոտների, այդտեղ մենք իրենց աջակցում ենք ֆինանսապես, օրինակ սերտիֆիկատ պետք է իրանք հանեն, այդ սերտիֆիկատի գնի 50%-ը կառավարությունը փոխհատուցում է էկոնոմիկայի նախարարությունում, այդպիսի ծրագրեր կա, ժամանակը սպառվեց, այլ առիթով սիրով կպատասխանեմ։